Թատերական հրապարակում հավաքված հեծանվորդները ոչ թե զբոսաշրջիկներ են, այլ գյումրեցի երիտասարդներ։ Մի քանի շրջապտույտ, վարժանք եւ կտրվի նախաձեռնության մեկնարկը։ Նպատակը առողջ ապրելակերպի գաղափարախոսության տարածումն է, իսկ հեծանիվն ու հեծանված սպորտը լավագույն տարբերակն են համարվում։ Երիտասարդներն ու երեխաները շատ քիչ են զբաղվում սպորտով եւ շատ քիչ է ակտիվությունը իրենց առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Նախաձեռնություններ, միջոցառումներ շատ քիչ են կազմակերպում։ Դրա համար World Vision Գյումրիի տարածքային զարգացման ծրագիրը որոշեց այսպիսի միջոցառում կազմակերպի։ Ուզում ենք հասարակության ուշադրությունը սևեռել առողջ ապրելակերպին եւ տարբեր միջոցառումներ է տեղի ունենալու։ Այսօր մեկնարկեց այդ միջոցառումների շարքը ֆլեշ մոբով, որի խորագիրներ մենք առողջ ենք եւ մասնակիցները սկսեցին մարզանք ենել համապատրաստից։ Օրակարգը շատ հագեցած է։ Կունենանք կամավոր սկաուտ երիտասարդներ նաեւ, ովքեր կսովորեցնեն հմտություններ, ինչպես կարելի է խարույկների տարբեր տեսակներ վառել։ Ժամը 9-ին խարույկով այսօրվա օրը եզրափակեն եւ վաղվանից արդեն լիարժեք կմտնեն ծրագրի մեջ։ Ունենք բժիշկ, ով կլինի երեխաների հետ այս 3 օրվա ընթացքում, իսկ վաղը մեր կազմին կմիանա նաեւ մեր համագործակից բուժ հաստատություններից մեկի նորից բժշկուհին, որպեսի դասախոսություն ունենա 1 ժամ 2 ժամվա կտրվածքով առողջ ապրելակերպին վերաբերող։ Սրանով կոչ ենք անում, նաև նպաստում ենք հեծանվային սպորտաձևի զարգացմանը Հայաստանում։ Մասնակիցները տարբեր շարժումների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Տարիքային սահմանափակում կա։ Ցանկացողները հնարավորություն են ունեցել անարգել զբաղեցնել ներկաների շարքերը, սակայն բավարար չափով տեղեկատվություն չի տարածվել։ Հնարավոր լինեն մարդիկ, ովքեր չգիտեն, տեղեկացված չեն, քանի որ փոքր էր կազմը մասնակցում են եւ եկեղեցասեր երիտասարդները եւ World Vision Գյումրիի տարածքային զարգացման ծրագրում գործող ART ծրագրի ակտիվ երեխաները եւ երիտասարդները։ Հեծանվորդները նախ շրջեցին քաղաքով, այնուհետ ճանապարհ ընկան եւ շարժվեցին դեպի Ողջի։ Մարաթոնի մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանության ներկայացուցիչները։ Երկակտանի փոխադրամիջոցներն ու անհրաժեշտ այլ բանականները տրամադրել է World Vision հասարակական կազմակերպությունը։ Նման նախաձեռնություն Գյումրիում առաջին անգամ է իրականացվում, սակայն ամեն ինչ չէ, որ հարթեր ընթանում, լինում էին նաև վայրեջքներ։ Նման դեպքեր նախուսափելի էին։ Մասնագետներն օգնում էին տալիս համապատասխան խորհուրդներ, շատ առաջ չանցնել, արագությունը չգերազանցել։ Սրանք էին ավագընկերների խոսքերն ուղված կրտսերներին։ Հեծանվորդները երբեմն կանգ էին առնում, շունչ քաշում, վերականգնում ուժերն ու շարունակում։ Նրանք արհեստավարժ չեն, սիրողական մակարդակի գիտելիքներ ունեն։ Ահա երևում են մարաթոնի առաջին մասնակիցները։ Վայրեջքներով ու վերելքներով լի ուղին անհաղթահարելի չէ, սակայն լի է փորձություններով։ Բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով փորձում են անցնել ճանապարհը։ Դիքա դժվար է, բայց հաղթահարելի է։ Ինչքան ժամանակում կհավաքվի։ Դե տեսես կանգառներով գնանք երևի մի ժամ կեսից մի ժամից էլի։ Դժվարություններ կա, բայց մեզ հետ կան մասնակիցներ, որոնք օգնում են։ Այսօր զրուցում ենք մեր հեծանվորդի հետ, սովորեցնում էր այս ինչպես պետք է դնել, որ թե բարձրանալուց, թե իջնելուց ավելի հեշտ լինի։ Այդպես մասնակիցների օգնությամբ հաղթարում ենք, չնայած մի քիչ ոգին։ Մարաթոնի 25-ից 30 մասնակիցները նախապես որոշել էին գնալ թռչկան, սակայն ծրագրերը փոխվել էին։ Հաշվի էր առնվել այն, որ երիտասարդներն այդքան երկար վարել չեն կարող։ 3 օր հետո բոլորը ետ կվերադառնան Գյումրի, ծրագիրը կլինի շարունակական։ Նախատեսվում է հաջորդ անգամ ավելի շատ մարդ ընդգրկել։ Նազել Էլբակյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։